Պարոն Ղազարյան, մի կարճ հարց էլի։ Այս օրերին ԿՊԱ-ականները տարբեր քննադատություններ հնչեցրեցին ձեր ուժի հասցեին, մասնավորապես ասում են, որ փողը հանեն ձեր տակից, բան չի մնա, ինչ կասեք այս մասին, որ հատկապես փողի գործոնին են շեշտադրում անում։ Ուշադրություն մի դարձեք։ Սամվել Կարապետյանը ընդհանուր բանաձևում է տվել նման իրավիճակների համար։ Ուշադրություն մի դարձեք դրանց ասածներին։ Թող իրանք հələ մի հատ քննարկեն, թե իրանց տակից ինչ անելուց ինչա մնալու։ Իրանք իրանցը որ գնահատեն, այդն քաղաքական ուժը չի, որ պիտի իրան իրավունք ու համարձակություն վերապահի, ուժեղ Հայաստանին գնահատականներ տալու համար։ Այն Կրիլովի առակի ասած, ասում է թե կեղտի մեջ ես ցենդ գլուխդ մի գցի։ Հանգիստ տոնեսն է տեղները։ Մի բան էլ Արայք Հարությունյանն ասում է դուք մեզ հեռացնելու համար չպիտի աշխատեք, պետք է աշխատեք ի բարօրություն մեր երկրի եւ իշխանությունը իրան կհեռանա։ Այս բանաձևը աշխատում է։ Բա մենք հենց դրա համար ենք իրանց հեռացնում։ Մենք իրանց իշխանությունից հեռացնելու նպատակ ենք դրել ի բարօրություն մեր երկրի, որովհետեւ իրանց իշխանությունը ի չարորություն է մեր երկրի։ Ինչ եկել են իշխանության մեր երկրին բերել են պատերազմներ, կորուստներ, թալանել են մեր երկիրը, հեղինակազրկել են մեր երկիրը, կորցրել են մեր երկրի ինքնիշխանությունը։ Բա մենք էլ հիմա իրանց իշխանությունից հեռացնում ենք, գլխավոր նպատակ ենք դրել ի բարօրություն մեր երկրի եւ մեր ժողովրդին, այսպես որ ամենից շատ տեղն է։ Եվ մի հարց էլ ազգային ժողովի այս նոր գումարման ազգային ժողովում դուք նոր մարդ եք, աշխատանքները ձեզ բավարարում են այս պահի դրությամբ, հնարապես այսպես եք պատկերացնում մթնոլորտ նոր ազգային ժողովի։ Անկեղծ ասած մենք հələ աշխատանքի չենք անցել, մենք հիմա առայժմ մինչև հիմա ազգային ժողովի գործունեության այն ամենանկարևոր հարցերն ենք քննարկում, ընդհանրապես ղեկավար պաշտոններում ընտրություններ, այսինքն որը սկզբունքային նշանակություն չունի, ընդհանրապես ազգային ժողովի աշխատանքների կազմակերպական հարցեր են քննարկում, նախագահ, ով ուզում ալի ասեք, ով էլ է պետք է նախագահի նիստերը, չէ, հիմա ասեք, գիտի դեռ քաղաքական օրակարգի դեռ ֆունկցիոնալ հարցերի քննարկման մենք չենք անդրադարձել, որ հասնենք այդ փուլին, նոր արդեն կարծում եմ, որ մեր աշխատանքը կարող է նաև հետաքրքիր լինի։ Շնորհակալ եմ։